Ողջույն բոլորին, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աստղագուշակ կենդանակերպի 3 նշանների համար, որոնք ապրիլի 1-ից կսկսեն ուղղակի հաջողել։ 2025 թվականի ապրիլը կենդանակերպի որոշ նշանների համար խոստանում է իրական հնարավորությունների և զարմանալի զուգադիպությունների ժամանակ, փաստում են տարբեր մասնագետներ։ Ամսվա առաջին օրերից աստղերի հովանու ներքո կհայտնվեն 3 նշաններ, որոնք նման կլինեն ոսկե տոմս ստանալու պես։ Կյանքը դեպի լավը կփոխվի, իրենց սպասածին հասնելու և իրական բախտ զգալու հնարավորություն կունենան։ Աստղերը ապաքինման, նոր սկզբերի և համարձակ քայլերի ժամանակ են խոստանում ձեզ։ Սա կլինի մի շրջան, երբ նրանք, ովքեր կորոշեն լքել սովորական շրջանակը, կկարողանան վճռական քայլ կատարել դեպի կյանքում փոփոխություններ և տեղաշարժեր։ Երկվորյակները, խեցգետինները և առյուծները այն երջանիկներն են, ովքեր ճակատագրի կողմից հատուկ նվերներ կստանան։ Երկվորյակներ, հաջողություն և նոր հորիզոններ։ Երկվորյակների համար ապրիլն իսկական նվեր կլինի։ Աստղաբանները խոստանում են նրանց ամսվա ամենահաջողակ նշաններից մեկը համարել։ Նրանք կլանված կլինեն աշխատանքով և հենց այս ոլորտում են նրանց մեծ հաջողություններ սպասում։ Հնարավոր են անսպասելի բոնուսներ, առաջխաղացումներ, հաջող գործարքներ։ Երկվորյակները հնարավորություն կունենան առաջադիմելու իրենց կարիերայում, իսկ նրանք, ովքեր ներկայումս սովորում են, կկարողանան գերազանց արդյունքների հասնել։ Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ ներդաշնակ կլինի, նույնիսկ այն զույգերը, ովքեր երկար ժամանակ միասին են, նոր հուզական վերելք կզգան, իսկ միայնակ երկվորյակներն ամենայն հավանականությամբ կհանդիպեն իրենց զուգընկերոջը։ Խեցգետին, ֆինանսական հաջողություն և ոգեշնչում։ Խեցգետինները ապրիլի հետ կապված կունենան ֆինանսական ձեռքբերումների մեծ շրջան։ Աստղերը վստահ են, որ իրենց աշխատանքը վերջապես կստանա այն ճանաչումը, որն արժանի է, և կարիերայի աճը և եկամուտների ավելացումը հենց դրա ապացույցը կլինեն։ Ամսվա առաջին օրերից խեցգետինը էներգիայի ալիք կզգա, իսկ ստեղծագործական էներգիան թույլ կտա հավակնոտ նախագծեր սկսել։ Նոր սոցիալական շրջանակը կբերի անսպասելի հնարավորություններ, իսկ կյանքի ուղղության փոփոխությունը միայն ձեռնտու կլինի։ Սա այն ամիսն է, երբ խեցգետինները կարող են ազնիվ լինել իրենց հետ և հետևել իրենց ներքին կողմնացույցին։ Առյուծ, կայունություն և ներդաշնակություն։ Առյուծի համար ապրիլը կբերի երկար սպասված կայունություն և ներդաշնակություն։ Աստղերի կանխատեսումների համաձայն այս ամիսը լի չի լինի արագ փոփոխություններով, բայց կայունությունը, վստահությունը և ձեռք բերվածից բավարարվածությունն այն կդարձնեն հատկապես արժեքավոր։ Այն նախագծերը, որոնք անորոշության մեջ էին, վերջապես կհասնեն ավարտին, և ձեր կարիերան բարոյական բավարարվածություն կբերի։ Աշխատավայրում շահավետ գործարքներ են սպասվում, իսկ անձնական կյանքում էմոցիոնալ կապերի ամրապնդում։ Ժամանակն է հանգստանալ սիրելիների հետ և վերականգնվել մինչև ամառային սեզոնը։ Խորհուրդներ հաջողակներին աստղերի կողմից։ Մի վախեցեք փոփոխություններից։ Ապրիլը համարձակ որոշումների և նախաձեռնությունների ժամանակն է։ Լսեք ձեր ինտուիցիային, այն հատկապես ուժեղ կլինի այս ամիս։ Եվ ամենակարևորը՝ գտեք հավասարակշռություն աշխատանքի և անձնական կյանքի միջև։ Ի վերջո, հաջողության նույնիսկ ամենավառ պահերը պահանջում են ակտիվ գործողություններ։ Բաց մի թողեք ձեր ոսկե տոմսը, որը պատրաստել է 2025 թվականի ապրիլը հենց ձեզ համար։ Իսկ այս ամենին զուգահեռ ձեզ կներկայացնենք կնոջ բնավորության գաղտնիքը ըստ նրա ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ։ Ենթադրվում է, որ ծննդյան ամիսն այնքան ուժեղ է ազդում բնավորության վրա, որ նույնիսկ կենդանակերպի նույն նշանի մարդիկ ծնված տարբեր ամիսների կարող են շատ տարբեր լինել։ Ինչպիսի կանայք են ծնվել տարվա առաջին 3 ամիսներին։ Հունվարյան կանայք։ Տարվա առաջին ամսում ծնված կանանց վերագրվում է ուժեղ բնավորություն, անսահման համբերություն և իսկապես աննկուն կամք։ Նրանք լիովին կարող են մրցել տղամարդկանց հետ և բոլորովին չեն վախենում այս մրցակցությունից։ Հաստատակամ, հավակնոտ և նպատակասլաց։ Այս ամենը հունվարյան կանանց մասին է։ Բայց նրանց համարել կիսաշրջազգեստով տղամարդ ճիշտ չէ, քանի որ նրանք կարող են լինել նուրբ և տնային, եթե պայմանները թույլ տան։ Պետք չէ հաղթահարել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել և ամեն ինչ կրել քեզ վրա։ Հիանալի է, նրանք ուրախությամբ կհանգստանան և կլինեն ամենաքնքուշը, ամենահմայիչն ու գրավիչը, կենտրոնանալով տան և ընտանիքի վրա։ Նաև հունվարին ծնված կանայք հաճախ բնութագրվում են անկախությամբ,
անկախության ցանկությամբ և ուրիշների հանդեպ քննադատությամբ, ընդ որում վերջինս նրանք հաջողությամբ թաքցնում են բարի կամքի և կենսուրախության քողի տակ։ Նրանք կարողանում են դուր գալ, բայց ընկերություն չեն անի ում հետ պատահի։ Ընկերներին ու գործընկերներին ավելի մանրակրկիտ են ընտրում, քան խնձորները շուկայում, իսկ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողներին թույլ չեն տալիս մտնել մերձավոր շրջապատ։ Փետրվարյան կանայք՝ բարդ ու հակասական բնույթով, ինչպես փետրվարյան եղանակը։ Մի կողմից ձնաբքերն ու սառնամանիքներն են, իսկ մյուս կողմից փետրվարյան պատուհանները մոտակա գարնան խոստումով։ Փետրվարին ծնվածներին հաճախ բնորոշ են տրամադրության փոփոխությունները, էմոցիոնալ անկայունությունը և պահի վրա գործելու միտումը։ Փետրվարյան կանայք խոցելի են, հուզիչ և կարող են վրեժխնդիր լինել։ Նրանք նաև լավ են զգում մարդկանց և կարող են վարպետորեն մանիպուլացնել նրանց։ Այս ունակությունը թույլ է տալիս նրանց հասնել հաջողության, բայց եթե անհրաժեշտ հմտությունները չկիրառվեն, կտրուկ վեր սլացող կարիերան արագ կփչանա։ Նաև փետրվարին ծնվածների համար շատ կարևոր է ռոմանտիկան։ Նրանք սիրում են հաճախոսություններ, նվերներ և գեղեցիկ անակնկալներ։ Նրանք չեն ներում սուտն ու դավաճանությունը, բայց եթե իրենց պետք է, հեշտությամբ և համոզիչ կերպով կստեն։ Այս կանանց վերագրվում է եսասիրությունն ու խորամանկությունը, բայց նրանք այնքան հմայիչ են, որ շատերը նույնիսկ գիտակցելով, որ իրենց խաղացնում են, պատրաստ են հասկանալ և ներել։ Մարտյան կանայք՝ տպավորվող, նուրբ և սենտիմենտալ, այսպես են սովորաբար ներկայացվում մարտին ծնված կանանց։ Սակայն դա ուղեկցվում է նաև համառությամբ, անհանգստությամբ, ամաչկոտությամբ և առավելագույն հավանություն և համընդհանուր սեր ստանալու մշտական ցանկությամբ։ Ենթադրվում է, որ այս կանայք ձգտում են գտնել մի տղամարդու, ով կպաշտպանի իրենց բոլոր դժվարություններից և անհաջողություններից, որպեսզի ապրեն ինչպես միմոզա բույսը բուսաբանական այգում։ Բայց մարտյան կանայք լիովին ունակ են հաջողության հասնել իրենց ընտրած ոլորտում, եթե լրջորեն տարված լինեն և մոռանան նայել շրջապատողներին և հարցնեն՝ արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Նրանք չեն հանդուրժում սուտը և իրենք էլ չեն ստում։ Սիրում են մարդկանց և կարող են լինել հիանալի հոգեբաններ։ Հաճախ մարտին ծնվածները գրավում են մարդկանց իրենց քնքշանքով և լսելու և օգնելու պատրաստակամությամբ։ Ընդ որում մարտի կանայք հաճախ երկար ժամանակ չեն կարողանում կյանքի ուղեկից գտնել, քանի որ նախ փնտրում են իսկապես վստահելի մեկին, երկրորդ սպասում են իսկական սիրո։ Եթե վստահ չեն, որ սա իսկապես մեծ ու պայծառ է և ոչ թե հորմոնների ակնթարթային ալիք, նրանք լուրջ հարաբերություններ չեն սկսի։ Եվ հիշեցնենք, որ բնավորության բոլոր կանխատեսումները հիմնված ծննդյան ամսվա, ինչպես նաև կենդանակերպի նշանի, ծննդյան տարեթվի, սիրելի գույնի կամ աչքերի երանգի վրա գիտական չեն։ Բնավորությունը որոշվում է գենետիկայով և այն միջավայրով, որտեղ մարդը ապրում է։ Սակայն երբեմն կարելի է հետևել տարօրինակ և զվարճալի զուգադիպությունների, ուստի եկեք ուսումնասիրենք, թե ինչ են ասում ձեր բնավորությունները ձեր մասին։ Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններ բաժնում, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։